Եվրամիությունը մտնում է Նախիջևան։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջայիլովը հանդիպել է Բաքվում Եվրամիության դեսպան Մարիան Կույունջիչինի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կողմերը կարևորել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձել ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը եւ ԵՄ դեսպանը գոնու հնակություն են հայտնել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության գործընթացի արդյունքների առթիվ։ Դեսպանը ընդգծել է Միջին Միջանցքի շրջանակներում Նախիջևանի ռազմավարական նշանակությունը։ Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել տեղաշրջանի տնտեսական հնարավորությունների շուրջ, անդրադարձել վերականգնվող էներգիայի արտադրության հեռանկարին, քննարկել տասնյակ ժամկետով ձեռներեցներին հարկերից ազատելու հնարավորություն։ Ջալիլովը եւ դեսպանը քննարկել են նաեւ տեղաշրջանը ապագայում ազատ տնտեսական գոտու վերածելու հնարավորությունները։ Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովի եւ Եվրոպայի վերակառուցման ու զարգացման բանկի մասնագետները Նախիջևանում ուսումնասիրել են երկաթուղու վերականգնման եւ արդիականացման հետ կապված տեխնիկատնտեսական հարցեր։ Ադրբեջանական մամուլը չի մասնավորեցրել, թե դեսպանը երբ է այցելել Նախիջևան, բայց այդ մասին տեղեկությունը տարածվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան եւ Ադրբեջան այցի հաջորդ օրը, ինչը բավականին հոսուն է։ Դեսպանը եւ Ջալիլով հանդիպման մասին տեղեկության ամենաուշագրավ հատվածն ամենայն հավանականությամբ Նախիջևանը որպես ազատ տնտեսական գոտի վերակազմավորելու հեռանկարի մատնանշումն է։ Պես հայտնի է, Ադրբեջանի Միլի Մեջլիսը Նախիջևանի ինքնավար սահմանադրության նախաբանից զեղչել է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հիշատակումը։ Այդ փոփոխությունը կատարվել է խորհրդային ժառանգությունից հրաժարվելու իրավաքաղաքական գործընթացի շրջանակներում։ Նախիջևանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը երևի ներգրավվում է Հարավային Կովկասում Եվրամիության տնտեսական, առևտրային եւ կոմունիկացիոն ծրագրավորումներին։ Արժե նկատել, որ մեկ շաբաթ առաջ Եվրահանձնաժողովի հանձնակատար Կոսը եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը համագործակցության մասին քաղաքական հայտարարություն են ընդունել։ Նախիջևանը Թուրքիայի կողմից օկուպացված եւ 1921 թվականի մարտի 16-ին բարեկամության եւ եղբայրության մասին ռուս-թուրքական պայմանագրով խորհրդային Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված տարածք է, որի նկատմամբ բացարձակ ինքնիշխանության հաստատելու Բաքվի ձեռնարկումները կարող են տարածաշրջանային լարվածություն սադրել։ Նախիջևանի նկատմամբ Եվրամիության ցուցաբերած հետաքրքրությունը, եթե այնտեղ իրականացվեն եվրոպական ներդրումներ եւ իրականացվեն երկաթուղու վերականգնումն ու արդիականացում, կարող են օժանդակել նաեւ արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցությանը, ինչպես նաև Հայաստան-Նախիջևան տնտեսական համագործակցությանը։ Իհարկե, առայժմ խոսքը հեռանկարի մասին է, բայց Նախիջևանում Եվրամիության ներկայությունն անկասկած Հայաստանի համար դրական է։